Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն սիրելի բարեկամներ, հետևորդներ եւ ողջույն ոչ այդքան սիրելի միաբջիջներ, օրա բայց ձերը ճիշտ դժվար է։ Դուք անցեք մի կողմ, այսօր ձեր մասին եմ խոսալու։ Իսկ մեր հայրենակիցներին, հետևորդներին, բարեկամներին կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, հայը խելացի ժողովուրդ է, էլի, հա, հայ ազգը, բայց այն որ ասում է հայի մեջ սենց մի հատ տարբերվող սենց մի շերտանոց ժողովուրդ էլ կա, հա, դա հայի միաբջիջ տեսակն է, հա, ու այս հայի միաբջիջ տեսակն էլ էլի, որ ասում է Աստված տվե չի խնայ, ասում մի անտանելի էակներ, Աստված իմ։ Ուրեմն այս մարդիկ չգիտեմ բան ու գործ չունեն, լիք ազատ ժամանակ ունեն, ուրիշ մի կարևոր մտածելու բան չունեն, սաղորը նստած չգիտեն, մտածում են իմ մասին, հա, տենց է դուրս գալի, վեկալում են այս վիդեոներս չգիտեմ կդրած, ոչ կդրած, հա, ամբողջովին, ոչ ամբողջովին ուղարկում են տարբեր մարդկանց, հա, ու ասում են այ տեսար, ես ասեցի, ես գիտեի Լենրուշը Նիկոլականա, հա, ոնց որ սենց ինչ-որ մի հատ հանելուկ էր դարի, իրանք բացահայտել են այ են գլխից, ես մտածում եմ, ես գիտեի, սենց հանելուկ են բացահայտել, մթոմ իրանց արևին, այսպիսի ճակերտների մեջ ասած մեղադրանքներ էլի, Նիկոլականա, Պողոսականա, Պետրոսականա։ Հիմա ոչ սիրելի միաբջիջներ, լսեք, ուրեմն ես ձեր իմացած են միցին գնացողներից չեմ, որ այդ թմեն ինչ-որ մարդու, քաղաքական ուժի եւ այլն սրան նրան աջակցելու, երբ որ լրագրողը մոտենում է, ասում է բարև ձեզ, հա, ինչու համար եք եկե այստեղ, ում եք աջակցում, որն է ձեր նպատակը, ասի չէ, ես նրանց հետ կապ չունեմ, ես դե դնջնում եմ, հա։ Ես այդ ձեր իմացած անարժանապատիվ մարդկանցից չեմ, հա, ու եթե ես լինեմ Նիկոլական, Պողոսական կամ Պետրոսական, հաստատ դուք այդ մարդը չեք, ումից ես որ պետքա քաշվեմ կամ ամանչեմ, ես ուղիղ կասեմ, հասկանում եք, այսինքն դուք ինչ մտածում եք, որ դուք այնքան կարևոր եք, հա, կամ դուք այնքան կաք, որ ես ձեզանից ամանչեմ, հա, քաշվեմ ձեզանից, հա, թաքցնեմ, հա, թաքուն Նիկոլի աջակից լինեմ, հա, դուք են նենց դարի հանելուկը բացահայտեք, հա, էտա ձեր խելքի, ավելի ճիշտ հա էլի, էտա ձեր խելքի հնարավորություն, դե միա բջիջ պասիլում, մի վարկյան, միա բջիջ, սենց անենք, դինակ, քեզ ճանաչում ես, ես դու ես, միա բջիջ ես, այս եք դուք, այս ձեր գլխի պարունակությունը, այս միա բջիջ վիճակն է ձեր մոտ էլի, ճանաչար քեզ, հա, ուրեմն եթե ես լավին լավ եմ ասում, վատին վատ եմ ասում, քո համար ուրեմն ես Նիկոլական եմ, հա, եթե ես ներկայացնում եմ այն ամենը, այն սուտը, այն կեղծիքը, այն խայտարակությունը, որ առաջ է բերում Հայաստանում ընդդիմադիրները, հա, մանավանդ այն ընդդիմադիրները, որոնք որ նենց թույն հավակնություններ ունեն Հայաստանի իշխելու հարցում կամ վարչապետ դառնալու հարցում, հա, կամ լիքը սենց գումարներ ունեն ջեբերի մեջ, հա, որ ես ձեզ ներկայացնում եմ, իրականությունը ասում եմ, ուրեմն ես ձեր պստիկ, միաբջիջ ֆանտաստիկ գլխում ես դառնում եմ Նիկոլական, հա, այդ ձեր նմանների պատճառով է, որ Հայաստանը այդ օրնա, որտեվ դուք նախ քաղաքականորեն շատ անգրագետ եք, հա, սաղմանափակ քառակուսի գլխներով, այսինքն դուք աշկ չունեք, հասկանում եք, դուք անգամ դուք ձեր միտքը չունեք։ Դուք ամեն օր ընկած լսում եք այն մարդկանց, ովքեր որ ձեր ականջներին գիտես ինչ են ասում, ձեր ականջներին ասում են Նիկոլ Փաշինյանը երկրի միակ դավաճանն է, ինքը հողատուն է եւ ինքը ամեն ինչ արեց, որ Հայաստանի Հանրապետությունը քանդվի,
ու ամենօր նույն բանը ասողը, հա, դուք եք սիրում լսել, որտեվ դուք ձեզի էդի, չգիտեմ, նենց ադրենալին կայֆ ա տալի, որ դուք էդի լսեք, էլի, այսինքն ձեր ուղեղին համապատասխան ինֆորմացիա։ Ու երբ որ ես այս ամենը ասում եմ, քեզ համար ես դառնում եմ նիկոլական, հա, որտեվ քո կայֆը ես կդրում եմ, դու էլ այդ ադրենալինը, չգիտեմ, այդ ինչ հորմոնա է ստանում դրանից, այդ ոնց է հորմոնաները, ասես այդ միա բջիջդ մեջը շարժվում ու քեզի sense մի հատ գերագույն հաճույք է ապարքեվում, հա, այդ խոսքերից հետո։ Ու sense մի ամիտ փոխում ես ալիքն գնում ես իմ ալիք, որ ասում եմ, օ, այ տղա, այս միջև Նիկոլի գալը Հայաստանից հեռացել է, հա, Արցախի ժողովուրդ, Արցախում ինչքան մարդեր ապրում, 100-ից 150 հազար մարդ, հա, 150 հազար մարդ, Հայաստանից միլիոնից ավել մարդ է հեռացե, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այդ նույն տաշիր մաշիրների, աղբերների, ընկերների ժամանակաշրջաններում, այսինքն Հայաստանից արդեն դուս ա եկել 10 հատ Արցախ, Հայաստանը սպիտակ գենոցիդի են ենթարկել, բայց հետ դու մի եկել ես ասում ես Նիկոլն է մեղավոր, հա Նիկոլն էլ է մեղավոր, իհարկե ընդունում ենք, բա իհարկե, բա Նիկոլը եղել է երկրի վարչապետը, իր ժամանակաշրջանում եղել է պատերազմ, Արցախը պարտվել է, բա ոնց կարող է Նիկոլը вообще մեղ չունենա, բայց անվանել, որ միայն ինքն է մեղավոր, այդ ձև կարա անի միայն քո նման միաբջիջը, որովհետև քո նման միաբջիջի համար կան հատուկ ինչ-որ բլոգերներ, հատուկ ինչ-որ լրատվականներ, որ աշխատում են հենց քո ուղությամբ, որ քեզի այդ քո ուզած միաբջիջի կայֆը տան, դու էլ տենց ուրախանաս, վերջում էթաս իրանց ընտրես կամ գան քո գեղը, հա, գյուղ չեմ ասում, գեղը, քեզի ասեն առես կարտոլը տան, ու քո նմանները վերցնեն, այդ մի մեշո կարտոլով ծախեն Հայաստան, այ միաբջիջ, այ որ ես այս ամեն ինչը բացահայտում եմ, հելնում ուղիղ ասում եմ, ես քո աչքերում դառնում եմ նիկոլական, բայց չես ասում, չէ, խելքդ չի ասում, չէ, որ ճիշտ է ասում, արա, հլը հոպ, չէ, որ հայ զինվորին կրակելու տեղու տանում ծեծում էին, չէ, որ հայ զինվորը կարող է միրգ պոկեր, այդ միրգ պոկելու համար, հա, տանեին ծեծեին, հա, մի սիրտ աղբեր, խնձոր ուզեց, հա, մի տղայա, մի հատ միրգ պոկես, թուս պոկես, խնձոր պոկես, չգիտեմ, ցոգոլա պոկե, ծիրանա պոկե, տանեին տփեին, էլ չէին ասում, արա, հոպ, բայց սա այս զինվորը ստե ինչ է անում, բայց զինվորն է հենց այս իրական ծառի պաշտպանը, այս ծառի հողի պաշտպանը, այս մրգի պաշտպանը, ամի որ թուրքին մնաց լավ է, այ անբարոյականի տղեկ, որ զինվորներին ծեծում էիք դրա համար, բա մի որ թուրքին մնաց լավ է, լինեն թե, չգիտեմ ընդ հրամանատարներ են եղել, չգիտեմ ընդ կամանդիրներ են եղել, տոլի ինդի չգիտեմ պահակն ա եղել, այ անբարոյականի տղեկ լավ եղավ, բայց սրա մասին միաբջիջներն չի չեք ասում, բա ասում եք Արցախը Նիկոլը տվեց, բա ես քեզի մի հարց եմ տալի, այ տրոսիկ լվացող են էլ ռսի տրոսիկ լվացող, բայց Հայաստանը որ սպիտակ գենոցիդ արին, բա որ զինվորներին կրակելու տեղը ծեծում էին, բա որ զինվորներին կարտոլ հավքող էին սարքե իրանց համար, բա որ զինվորներին ժամանակին բան էին անում, բիչոկի կռիվ էին գցե իրանց հասնելիք սիգարետն էլ սկի չէին տալի, չնայած ծխելը վատ բան է, բայց ձևը սենց է, կամ տալիս ես կամ չես տալի вообще, բայց ոչ թե անունը դնում տալիս ես, բայց նենց ես անում, որ իրար մեջ բիչոկի կռիվը լինի, ինքնասպանություններ լինեն, չգիտեմ, մաքրելու համար, չմաքրելու համար, սիգարետի համար, իրար վզին դնել, չդնելու համար, ձեդավշինա, մեդավշինայի համար, սովորողին ձեռ առնելու համար, ջութատ նվագողին դոձիկ ասելու համար, այդ իսաղ, այդ է բերեարան բանը Արցախի կորուստը, ոչ թե Նիկոլն ամեն ինչում նեղավոր, քոփայ ստի մերը, այ միաբջիջ, այ քո նմանների հետ, գիտեք ժողովուրդ ջան, դու գիտեք, որ իմ տոնը միշտ մանուր, միշտ համբերատար, զիջողական, ես չափից դուրս շատ զիջող մարդ եմ, բայց Աստված չանի, որ ես ջղայնանամ, այդ փրկում չկա, այ սրանց հետ պետք է սենց խոսաս, ասենք մեռան կարա բացատրելով, այ դեբիլներ, արա, ձեր պատճառով է Հայաստանը այսօրին, այ միաբջիջներ,
Դուք այս մեր ողջ խնդիրները չեք տենում։ Դուք բան ու գործ չունեք մտածելու։ Մենք չգիտենք վաղվա օրը ինչ պետք է լինի։ Դուք եկել եք ասում եք Նիկոլական բան։ Արա այսօր այդ քո փրկիչները, որ եկել են Նիկոլից լավն են։ Նիկոլից լավն են, որ Հայաստանի Հանրապետության պատմության են էլ է, պատմության, այ որ մի քիչ պատմություն սովորեք կիմանաք։ Մի քիչ չեմ ասում լինեք մասնա, ես մասնագետ չեմ։ Պատմության, вообще մասնագետ չեմ։ Բայց մի քիչ գիտեմ, ու այդ մի քիչը ինձ հերիք է, որ ես իմանամ, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անկախության եւ պետականության, հա, top թշնամի է։ Սենց top առաջինի համար կռիվանող թշնամի է։ Ու հատուկ քո նման միաբջիջների համար էլ է, որ ամեն անգամ իմ նման մարդիկ, որ այս ամեն ինչ ասում են, շեշտում են, որ ռուս ժողովուրդը սրա հետ կապ չունի։ Ինչը որ չեմ կարող ասեմ թուրքերի մասին, տես թուրք ժողովուրդը կապ ունի, այ ռուս ժողովուրդը սրա հետ կապ չունի։ Այ ռուս պետական գործիչները Հայաստանի հանդեպ եղել են ամենաբեի տղեկը։ Ամեն կերպով քանդել են ամեն կերպով, ամեն հնարավորության կերպով ամեն ինչ արել են, որ Հայաստանի պետականություն ընդհանրապես չլինի, եթե ուզեցել է հանգարց հայը ինչ որ քար դնի, այն մի քարի վրա, ցենց ինչ որ մի բան սարքի, եկի քացով տվեք թափել են։ Հայկական հողերը որպես մանրադրամ վաճառել են, հայ ազգին օգտագործել են, այն էլ մի քանի անգամ։ Այ որ մի քիչ պատմություն սովորեք իմանաք, ու դրանց խամաճիկներին դուք ուզում եք բերեք Հայաստանի Հանրապետության ղեկը նորից տակ ձեռները, անունը դնեք Նիկոլը Վատնա, ես էլ եմ ասեմ արա, հոբ թո դուք աննորմալ չեք արա։ Վատը վատով չի փոխվում, վատը լավով է փոխվում։ Ու դու քո միա բջիջ հալով էլի տեն շարունակես շարբազություն անես։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, սա այս միա բջիջները ընդհանրապես անգրագետ են քաղաքականապես իհարկե։ Կարող է լավ, շատ լավ, ես ասել եմ, չէ, գիտակցությունը вообще գրագետ, ոչ գրագետ, որտեվ հայերեն անգրագետ, հա, այնպես ոնց որ sense ընդհանուր բան ա եկալուն, բայց Էձև չի, մարդ կարող է շատ խելացի լինի, չգիտեմ, շախմատի մեջ, բայց այդ շախմատից դուրս ըլնի մի հատ անես քառակուսի դանդալոշ, որ գնա գարցեմ, մի սրանք են։ Գիտես ինչ կա, կարող է, չգիտեմ, մի հատ անենց հաշվարկանող ըլնի, գնա գալիս եմ, բայց քաղաքականության մեջ սրանց նման դանդալոշ ու ինչը որ վերաբերվում է մեր պետականությանը, գնահատել մեր պետականությանը, բան սրանց նման տուպոյի կամ դավաճան, որտեվ կարող է հասկանային ադու դավաճանը լինի։ Ոնց որ ասեցի, սրանց մի մեշոկ կարտոլով երկիրը ծախում են արա։ Գալիս են ասում են արես կարտոլը բանելի, այ մեռնեմ ջանից, ես քեզ եմ ընտրելու բան, արա։ Այ անթասի բարա, այ միա բջիջ։ Դու պատկերացնում ես մեր 4 կողմը կռիվա սկսե, Աստված գիտի ոնց կավարտվի, Աստված գիտի ինչ կլինի։ Մեծ պետություններ են, չգիտեմ, այսօր չեն կրակում, վաղը կրակելու են, այս ամեն ինչը sense կիսա անհասկանալի վիճակ է, հանգարց Աստված չանի մի բան ալի մեզ են լղջելու, արա գոնե մտածեք ոնց անենք sense խելոք մեր տեղը այս պահին նստենք, որտեղ այն որ ասում է չափսերից մնա, հա, մեր չափսերը էսա։ Նստենք ոնց անենք, որ մենք լինենք մեր տարածաշրջանի բրիլյանտը, հա, որը որ քեզի չի բերելու է քո իմացած Սամվել Կարապետյանները, նրանք գրասի մարդիկ են, Ռոբերտ Քոչարյանները, ովքեր որ երեխու թացը կերել են, ու եթե դու պատյարշկա ես անում, ուրեմն դու արժանի ես, որ մի հատ էլ պետք է ուտեն, քեզ էլ պետք է դոմփեն, հա, որ երկիրդ կեղեքել են միջև վերջ, ու դու ուզում ես այդ ասիրած կողքանես, ամոր դրես Նիկոլը Դավաճանը, հա, էսի ու մի այս սրանք կկդրեն, կհրգեն ստենդը, կասեն լենդրուշը բանա, Նիկոլականա, այ տուպոյ գյադա, այ տուպոյ գյա, տեսակ, ուրեմն թեման փոխենք, ես հույս ունեմ, որ այս միաբջիջները ինչ որ միտեղ կհասկանան, հա, ավելի քիչ կլինեն, քանի որ միաբջիջները վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ու իրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ու իրանք միաբջիջ գլխով Հայաստանի ժողովրդին կարող է տանեն մի հատ անենց մի հատ դժոխ կա, որ Կուբան դեմը քակա կերե, կներեք այս խոսքից համար կամ Վենեսուելան։ Հա ու պրծավ, դա կլինի Հայաստանի վերջը ու քեզ էլ ոչ մեկ չի փրկելու, տեղով արդեն հրաշք կա, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, սիրեք գուրգուրեք, արա, սիրեք գուրգուրեք։
Ոչ թե ընկեք բանը դեբիլ բաների հետևից որ սաղորը ձեզի նույն բանն ասում Նիկոլը չի արեց Նիկոլը իրանց նպատակը գիտեք որն է իրանց նպատակը այն է որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը այնքան թուլացնեն որ ոչ թե որ գա մի հատ նորմալ ուժ դա հասկանալի կլինի բայց այդ նորմալ ուժի անունը ինչ է կտցրած հələ ասա այդ նորմալ ուժի անունը գիտես իրանց նպատակը այն է որ քո երեխու հաց կերածը քեզի շինածը որտեվ շինել է քեզի արա այ քեզի շինածը նորից հետ գա իշխանության հասկացար քեզի շինել են որ քո խելքը այդքան է աշխատում որտեվ եր շինած չլնեին մենակ թալնած լնեին խելքդ կաշխատեր բայց քո մոտ անենց են քեզ շինե որ քեզի մի հատ եկքա հաճույք կա պատճառը ուզում ես որ հետ գան քեզի մի հատ էլ շինեն եղավ այս էս դու Նրանց նպատակը հարգելի ժողովուրդ, այս միաբջիջներին շպրտենք միան, նրանց նպատակը այն է, որ այնքան թույլատնեն երկրի եղած իշխանության, լավնա, վատնա, կապ չունի, հա? Մենք ուրիշ բան ենք հիմա խոսում։ Երկրի եղած իշխանության դիրքերը այնքան թույլաtsնել, որ նույն թալանչիները գան իրանց տեղը նստեն։ Համի էլիկը հելնեն, իրանք նույնն են, նույնը չեն, ախպեր, մի իմ գլուխը ցավցրեք, արա, հելի կպեք ձեր գործերին։ Եղավ բանը վատը միայն փոխվում է լավով վատը ավելի վատով չի փոխվում կամ լավը վատով չի փոխվում դա միայն միաբջիջնի ուզում եք վեկալեք վիդեոս ղրգեք ստենդի ասեք սենց իմ կարծիքը դրանից չի փոխվելու հակառակը իմ կարծիքը ավելի է ագրեսիվանալու այսպիսի դեպքերում եւ ավելի եմ ամրապնդելու այն ինչը որ ասում եմ անկախ ձեր քառակուսի գլխից եւ միաբջիջ մտածելակերպից թե դուք ինչ կասեք որտեվ ես ձեզի եւ ձեր նմաններին փաթած ունեմ եղավ դե իմի կպեք ձեր գործերին հիմա անցնենք սիրելի բարեկամներ նորմալ հայրենակիցներ խելքը գլխին գիտակի ժողովուրդ ջան մի երկու բառով մեկնաբանենք թե ինչ կատարվեց այն Պուտինի ձևով քայլ երթին, չգիտեմ, միտինգին եւ այլն ուրեմն ես հիմա ուշադրություն դարձրեք արդեն խոսում եմ 16 րոպե 50 վայրկյան ոնց որ տեսնում եք ես իմ մտքերը փոխանցում եմ ձեզ ոչ մի բանից չեմ կարդում չնայած կարդալու մեջ ոչ մի վատ բան չկա ես ունեմ տելեպրոմպտեր այսինքն եթե պետք կլինի ես կարող եմ իրոք սցենար դնել եւ կարդալ այսինքն ունեմ այդ հարմարությունը բայց այս պահին ոչ մի բան գրած չի ես ուղիղ իմ մտքերն եմ փոխանցում ձեզ ինչպես տեսակ ինչ եմ ես ամեն ինչ ասում Սամվել Կարապետյանը որը որ իրականում բիզնեսմեն է քաղաքական 6 րոպեան 7 րոպեանոց վիդեոյի մեջ կար չգիտեմ ինչքան բան կտրված կա ասենց կտրվող մոնտաժ արա ստեղեր ու անենց հասարկած այնքան այդ մոնտաժը որ ես մոմենտ նայում ես ասում ես արա էսի իա է թե իա չէ արհեստական բանականությունն է թե չես ես նայում ես ու ասես տկ այդ որ ես կտրվում է չէ ամեն անգամ ոնց որ ասարդ խառնոց առաջացնում էլի արդեն ուզում ես հետ տաս արա ոնց որ չի կարուսել ես նստե շուտ մանից չես նստե ես նստել ես հենց հելնում ես բարձր իջնում ես այս վիճակն է այսինքն դուք պատկերացրեք այս մարդը ինչքան էլ դուք ուզում եք ասեք ընդ հաջողակ քաղաքական ուր էր մեզ դες բախտ հաջողակ քաղաքական գործիչներ չունենք էլի Հայաստանի մասշտաբով հաջողակ բիզնեսմեն Էվան դա ընդհանրապես կապ չունի բիզնեսը քաղաքականության հետ ընդհանրապես այսինքն լինել լավ քաղաքական գործիչ հա կապ չունի բիզնեսի հետ ժողովուրդ ջան դու կարաս լինես լավ բիզնեսմեն բայց քաղաքականությունից вообще լինես ոչ այսպես ասած գրագետ, հա, գրագետ ինչու եմ ասում, որտեվ քաղաքականություն ամեն ինչի մեջ կա, այսինքն դա մենք ասել ենք 100 անգամ, այսինքն ինչ որ մի բանով որ զբաղվում ես, դրա մեջ արդեն կա քաղաքականություն, բայց երբ որ դու արդեն ուզում ես երկիր ներկայացնես, դու պիտի պրոֆեսիոնալ արդեն քաղաքական գործիչ լինես, որ կարողանաս Ալիևի դեմը նստես մեր դեպքում բանակցություններ վարես, որ կարողանաս Պուտինի դեմը նստես բանակցություններ վարես, Էրդողանի դեմը եւ այլն, դե թույն գելեր կան, էլի։ Ամեն եթե դու 7 րոպեանոց վիդեոն այդքան բանկատարվածքներ ունես, դու ում դեմը ինչ ես նստելու, ինչ խոսած քաղաքականորեն, հա։ Ու вообще այդ բիզնեսը գիտես ինչ կա Ռուսաստանի մեջի բիզնեսը իմոտ շատ կասկածներ են հարուցում, որտեվ ընդ մի քիչ ուրիշ է, էլի, ընդ
դրված դիրք, ընդ ավելի շատ խլելա, խփելա, ցրելա, ոչ թե բիզնեսա։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց իմանալով թե դե ոնց է ձևերը աշխատում, դու դե արդար բիզնես, բան, դե միջև սրա նրա հետևը չմտնես։ Դուք գնահատեք, ժողովուրդ ջան։ Էդի մեկ։ Հիմա հանրավակը կամ միտինգը, ելույթները օպերայի մոտ, հա, արդեն նկարված կա, արդեն հաշվարկը կա, մոտավորապես 12500 հոգի, այդ 12000 դե պլյուս մինուս, հա, մոտավորապես եմ ուզում ասեմ, որը որ շատ քիչ է այն ուժի համար, որը որ ասում է ես Հայաստանի Հանրապետությունում, հա, երկրորդ ամենաուժեղ ուժն եմ, հա, մի քանի ամսում դարձա երկրորդ ուժը, այդ ճիշտ է, որ մի քանի ամսում դարձավ երկրորդ ուժը, էդի այնա խոսում են, ինչ որ ասում են, որ մեր ընդդիմադիր դաշտը փուչիկ է, փուչիկ, ընդհանրապես կազմված են, в общем, ցածր մակարդակի վրա, այն ցածր լիգայում, այսպես ասած, ինչ որ անգործներից, սովասներից, ովքեր գործ չունեն, բանու գործ չունեն, եկե մտել են քաղաքականություն, այս վերևը այն նույն թալանչիներն են, մասկիկը փոխում են, էլի, այսօր Քոչարյանն է, հետո մասկեն փոխում են, Ծառուկյանն է դառնում, հետո մասկեն փոխում են, չգիտեմ, Ռուսաստանից ինչ որ թազա մարդ է գալի, այս դեպքում Սամվելն է եկե, այն անցյալ անգամ եկածը Բաքվում նստած է եւ այլն, բայց նույն ծառաներն են, ովքեր որ ծառայում են Հայաստանի Հանրապետության թշնամայի պետականությանը, որը կոչվում է Ռուսաստան, հա, էլի ասեմ, պատմություն սովորեք։ Մի խոսքով 12500 հոգին շատ քիչ է, ու այդ 12500 հոգին որ կա, հա, հետո այդ ամբողջը քո աջակիցները չեն, ընդ կան լիքը մարդիկ, մանավանդ պապիների շարքում, որ մի այդ պահին ազատեն, էտյաներն են, ասում են լավ, լե թանկ տենանք ինչ ասում, ախպեր ջան, դե թանկ նայենք, հա, այդ էլ հաշվի առեք, որ այդ ձևի մարդիկ էլ կան, մեջներն էլ կան իհարկե, ոստիկանական ուժեր էլ կան, հա, եկեք պատկերացնենք գրաժդանսկի հակնված ինչ-որ ոստիկաններ կամ ԱԱԾ-ի աշխատողներ էլ կլնեն, նորմալ է, որ չգիտենք իրանք ովքեր են, բայց ես պատկերացնում եմ, որ կա, հիմա, որ հասկանաք ինչքան քիչ քանակ է դա, ժողովուրդ ջան, ուրեմն Հանրապետական ստադիոնը, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնը, որ Հայաստանի մակարդակով անգամ շատ քիչ է, շատ փոքրիկ է, նկատի ունեմ, տեղավորվում է մոտավորապես 14500-ից 15000 հանդիսատես, հա, կամ բան, բալետչիկ, հա, ոչ եմ այդքան մարդ է մտնում ու դա արդեն Հայաստանի համար շատ փոքր է, մի ֆուտբոլային հանդիպման համար, այմի հարց ուրիշ է, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի այս նախագաները, հա, այնրած գլխից սկսած, որ մենակ այս Մելիք Բեկյանին չասեմ, հա, Նեմեց Ռուբոյից սկսած, հա, որցած կերել են, բերել են, հարցրել են այսօրին, որ այլ մարդ չի ուզում այդ հա ֆուտբոլ, դա լրիվ ուրիշ հարց է, բայց որ ֆուտբոլը մի քիչ նորմալ մակարդակի վրա ըլնի, դա շատ փոքրիկ ստադիոն է եւ կարիք է լինելու մի հատ նոր ստադիոնի գոնե Հրազդանի չափսերի։ Էսի որ ցես պատկերացրեք, հիմա Քայլերթը հետո սկսավ 12500-ից հետո Քայլերթը երբ սկսավ, ուրեմն այն մարդիկ, ովքեր պրոստը տենց մի եկեն նայում էին, իհարկե Քայլերթին չեն մասնակցում, ու այդ է սկսում են պալի տլնել։ Բայց իրանք էդի մտածել էին Եվ ժողովուրդ ջան, ինչ-որ մի 300 մետրանոց դրոշ էին բերել, դե եսի մի sense մոտավորապես եմ ասում 300 մետր, կարող է լինի մի 150-ից 200 մետր, բայց լավ երկար դրոշ էր։ Սա էլ հենց ցույց է տալի այն վատ մտադրությունը, որ իրանք ունեն, խապկանք, ստեղծել խապկանք ժողովրդի առջև, որ ժողովուրդը մտածի նայեք, ինչ շատ են։ Ուրեմն այդ դրոշը ինչ են անում, այդ դրոշը տենց երկար բացում են փողոցով, մի խումբ հետևն է լինում, մի խումբ ժողովուրդ դրոշի հետևն է լինում, իհարկե մի խումբ ժողովուրդն էլ դրոշի դեմն է լինում, սկզբի մասն է լինում, ու եթե դու վերևից նկարում ես, այսինքն այդ 300 մետրը կամ 200 մետրը, որ sense նայում ես, այդ ձև դրոշն է, ու հետևը մարդ կա, դեմը մարդ կա, sense աշկերիդ խապկանք է լինում, որ լնայի մենք ինչքան ենք, իրականում խապկանք, որտեվ գցենք կամ ուշ միացողը կարող է վերևից նայի, տենա դրոշնա կարող է մտածի դրոշի տակը մարդ կա, դրոշի տակը մարդ չկա, սիրելի բարեկամներ, մարդ չկա, այն թարս բռնել բանել դրա հետևից չեմ ուզում ես ընկնեմ, մի խոսքով, ես դեզի բացատրում ինչ են անում, այդ ինչ էին արել իրանք, այդ ամեն ինչը կազմակերպված է եղել, որ
օպտիկական խապկանք լինի ձեր աշկերում, որ դուք մտածեք, տեսեք ինչքան շատ մարդ կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն որտեղ են իրանք լավ պալիտ լինում նոր միացողների համար կամ այն մարդկանց համար, ովքեր որ կասկած ունեին դրոշի տակը մարդ կա թե չկա, պալիտ են լինում Կասկադում, որտեղ իրանք էլ են արդեն այդ ստին իրանք էլ են հավատացած ելնում կամ իրանք լավ դակլատ չեն տալի ինչա կատարվում եւ իրանք Կասկադում որոշում են, որ գիտեք ինչ կա, պետք է պատմական նկարվենք, հա, քանի որ մենք շատ ենք, կարանք ելնենք, չգիտեմ, Կասկադի աշճանները, սենց մեծ ժողովուրդով, սենց փագենք ինչ-որ մի չափը Կասկադի, հա, դե ամբողջ անհնարին է իհարկե, սենց լավ, սենց այդ առաջի 2-3 բանը սենց փագենք, լուսերը միացնենք, հեռախոսի լուսերը միացնենք, մի սենց ընդհանուր մի հատ պատմական սենց դրոշով բան նկար անենք, հա։ Ու երբ որ մոտեցան Արսեն Աշճանների նախնդեզ առած, որ դրոշի տակը մարդ չկա, դե արդեն պալիտ եղան ու դե արդեն որ դրոշը էլ չես կարա շատ օգտագործել, որտեվ պետք է այդ հարգերի, չգիտեմ ոնց են ճիշտ ասում, մի խոսքով դուք կհասկանաք, այդ հարգերի այդ արանքը են, որ ասում է այդ մեջտեղը, ավելի ճիշտ պետքա դրոշը բերեն, արդեն կլոր անեն, այդ ձև էին մտածում ու իրանք sense օբշակով պետքա նկարվեն, ու դե որ էլ արդեն դրոշը կորցրեց այդ օպտիկական խապկանքի բանը, չէ, որ ասում է որակը, հա, այդ օպտիկական խապկանքի հնարքը, որտեղ որ կորցրեց, արդեն տեսակ ինչ, էլ նկարա չդնեմ, երևի տեսած կլնեք գոնե իմ շորտի մեջ, որտեղ շորտը յարը թե Facebook-ում, թե YouTube-ում, մի խոսքով մի խայտարակ պատկեր եղավ, շատ քիչ մարդ էր, որոնք որ չկարողացան պատմական նկար, ճիշտ նկարը արեցին, բայց հեշ պատմական չէր, շատ քիչ էր քանակը, որ տես փագ էին, այսպես ասած Կասկադայի նես պատմական հզոր նկար անեին, դուս եկա որ պալիտ եղան հենց դե բոլորի աշկերում ժողովուրդ ջան։ Մենք ինչ եմ ուզում ասեմ, դուք նայեք է ֆեյքի աստիճանը, այսինքն մարդիկ դեռ իշխանություն չունեն, ոչի բան չունեն, արդեն թվեր են նկարում։ Իսկ ես ուզում եմ որ դուք ընկալեք, որ սա էլ էր թիվ նկարել, որովհետև սա էլ օպտիկական թիվ նկարել է, որտեվ իրանք ձեզ ուզում են մատուցել մի թիվ, որը որ գոյություն չունի։ Հենց այդ դրոշի միջոցով, էլի։ Դուք պատկերացնեք, եթե իրանք այսպիսի բաներ հիմա են անում, ինչ կլինի, եթե իրանք լինեն իշխանության, հա։ Չնայած անպայման չէր այս ամեն ինչը լիներ, որ նորմալ մարդիկ, այսինքն միաբջիջները հույս ունեմ, այս միաբջիջներից գոնե մի 5 հոգի կդզվի, էլի։ Ուշադիր լսեք, միաբջիջներ, նորմալ մարդիկ իհարկե գիտեն, որ սրանք իշխանություն կան, էլ ոչ մեկին իշխանություն չեն տալու, ոչ մեկին պրծավ։ Հայաստանը դառնում է դիկտատորա, հա, սենց ու սենց գնա։ Դա բան, մի հատ ուսատի տառականը ոնց է բանում նստած Բելարուսում, այ ձև։ Ու էդի գնաց, ուտե կամ բանա, մի երկու անգամ քելեք գորգորակ մարտի 1 կստանաք, հետո կսկսի էլի Հայաստանից արտագաղթել ժողովուրդը, կթողեն սաղ կեթան, Հայաստանը կամ կմիացնեն կսարքեն այդ միութենական պետություն, բայց հաստատ մի մաս հողն էլ պետք է տան անպայման Թուրքին, որովհետև Թուրքին այդ հողը պետքա, ու ռուսը պատի տա, մանավանդամի, որ ռուսը շատ պստիկ խաղացող է դառը, այն իմաստով եմ ասում, որ չասեք էլ, ես ինչ ես խոսում, բան ինքը թուլացել է, ինքը շատ չի կարա մունատ գա այսօր Թուրքիայի վրա, հա, որովհետև իրոք այն չի։ Պստիկ խաղացողը սխալ արտահայտություն է, եկեք այդ մասը ջնջենք, որ ասում եմ մեր մեջ, բայց ինքը այն առաջվա հզորը չի, ինքը այսօր չի կարա շատ մունատ գա, եկեք ավելի ճիշտ այսպես ձևակերպենք, մանավանդ այն հարվածները, որ ինքը Ուկրաինայում ստանում է, այն կորուստները եւ խայտարակ վիճակը, որ իր մոտ տիրում է, սա ցավալի է։ Ինչու համար է խայտարակ վիճակ տիրում, որովհետև մանավանդ դուք միաբջիջներ լսեք, որ Ռուսաստանում իրոք ցավալի վիճակը, ուրեմն շոփինգներում հարգելի կանայք, կհաստատեք, եթե Ռուսաստանը մեկ ապրում եւ ինչ որ մի կերպ մի անգամ VPN-ով է դժվար Ռուսաստանից միանալը, բայց կհաստատեք, որ ուրեմն Ռուսաստանում շոփինգների մեջի այդ խանութները փակվում են, ընդհանրապես բիզնեսները փակվում են, լոկալները փակվում են, գործ չկարա, մարդիկ փախնում են, մի հատ խայտարակ ծանր վիճակ է, ծանր էներգիայով, ամեն ինչ հսկողության տակ է, ժողովուրդը, բան թղթից արդեն մանավանդ քաղաքի կենտրոններում, որտեղ որ Պուտինը շատ է վախենում, հա, Մոսկվայում, բանը էլ GPS-ն էլ չի աշխատում, անգամ պետք է բանը թղթից քարտեզներով ֆրֆրաս։ Մի խոսքով, չես կարող երեխու զանգես, երեխա չի կարող քեզ զանգի։ Դե իհարկե այդ ամեն ինչը նայած որտեղ ես,
որտեվ ընդ տեղեր կան ինչ որ շատասահմանափակումը տեղի ոչ մի հատ խայտարակ վիճակ ու այս ամենը ձեր գլխին է գալու եթե դուք այդ ձև միաբջիջ լնեք եւ հայ ժողովրդին տանեք այդ ուղությամբ հասկանում եք եւ մեր դժբախտությունը հենց կայանում է այդ միաբջիջների մեջ որտեվ այս միաբջիջները առանց հասկանալու լավին լավ վատին վատ արտահայտությունը առանց հասկանալու որ վատը վատով չի փոխվում կամ վատը ավելի վատով ընդհանրապես չի փոխվում Հայաստանի Հանրապետությունը կարող են կործանել։ Եվ եթե ինչ-որ մի բան փոխվում է, միայն փոխվում է ավելի լավով։ Ես մի բան էլ հիշեցի, ես ուզում եմ ասել եւ փաստել, որ այն քաղաքական ուժերը, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են այս կամ այն հանցագործությունների մեջ, այս կամ այն հայրենիքի դավաճանությունների մեջ, որը որ գցենք եթե դու մաքուր քաղաքական ուժ ես, հա, դու ոչի բանի Հայաստանի կործանման, Հայաստանի, չգիտեմ, այդ արտագաղթի, սպիտակ ցեղասպանության, կեղեքմանը դու մասնակից չես, դու մաքուր քաղաքական ուժ ես, դու կախված չես Պուտինից, հա, դու եկել ես ու մեղադրում ես Նիկոլ Փաշինյանին այս կամ այն հանցանքների մեջ, պետական դավաճանությունների մեջ եւ այլն։ Okay, մի բան, եկեք ֆանտազիա վերցնեք, ես եմ եկել եմ ու Նիկոլ Փաշինյանը ասում ախպեր դե լա արի բանավիճենք Համի դուք պատկերացրեք ես ու Նիկոլ Փաշինյանը ես գիտե ինչը որ ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին հա եթե մեղադրում եմ եթե ես արդար եմ եթե ես մաքուր եմ ես գիտեմ որ արդար տեղն եմ ճիշտ է մեղադրում ճիշտ է ուրեմն ինչ պետք է ինձ մեղադրի Նիկոլ Փաշինյանը եթե ես ոչ մի հանցանք ոչ մի թալան ոչ մի բան չեմ արել մեր երկրին այսինքն ես պետքա ուրախ լինեմ որ ինձ կանչի երկրի ղեկավարը բանավեճի որտեվ ես գիտեմ գիտեմ այդ բանավեճին պրոստը կոչնչացնեմ քաղաքականորեն հա քաղաքական իմաստով երկրի վարչապետին որովհետեւ ես ցույց կտամ եւ կապացուցեմ որ իմ բոլոր մատնանշած մեղադրանքները կամ գոնե կեսը ապացուցես հերիքա գոնե կեսը ապացուցես հերիքա մատնանշած բոլոր փաստերը կապացուցեմ որ էսա այնա ու ինքը իմ դեմ ոչ մի բան չի ունենալու բայց ինչա դուրս գալի որ այս եղած քաղաքական ուժերը չեն ընդունում երկրի վարչապետի առաջարկը ու ասում են ես իր այդ խոսալու բան չունեմ դա միայն թույլ քաղաքական ուժի ասելիք է դա միայն ասում է այն մարդը ով թաքցնելու եւ վախենալու տեղիք ունի այսինքն եթե դու չես ուզում եթաս արճակատման քաղաքականորեն արճակատման եւ բանավեճի որը որ շատ դեմոկրատիկ է որը որ բոլոր դեմոկրատական երկրներում արվում է նորմալ դեմոկրատական երկրներում այն այսպես կոչված մարտիկ ովքեր որ պետք է դառնան երկրի ղեկավար կամ ցանկություն ունեն դառնան երկրի ղեկավար պետք է բանավիճեն անպայման տեխնացուները հա մոռացել էի այս բառը մեկ մտքից թռնում է հիմա այսքան բան խոսում եմ ես արդեն ինչքան է 32 րոպե խոսում եմ մարդ կա միլիարդատեր է ուզում է երկրի ղեկավար դառնա 6 րոպե 7 րոպե չի կարող խոսա մի հատ բառ մոռացա իմի բնական ձևով ուղեցի տեսնում եք որ նորմալ է իսկ իրանք չգիտեմ ինչեր են անում մի խոսքով ժողովուրդ ջան տեխնացուները բանավիճում են իրար մեջ երկրի գործող նախագահ լինի չգիտեմ դե մեր դեպքում վարչապետը բանավիճում են սա ամենանորմալն է իսկ ես շան ворթիները վախենում են բանավիճեն ու երբ որ ես այս ամեն ինչը բարձրաձայնում եմ ասում եմ արա նայեք այսինքն էսի վախը բանավիճի այսինքն իր տակը ավելի շատ մեծ քաք է հա քան թե այն մեղադրանքները ինչը որ ինքը առաջադրում է երկրի ղեկավարին այսինքն ինքը գիտի երկրի ղեկավարը գալու է իրան պրոստը ոչնչացնի ուղիղ եթերում ոչնչացնելու է ու իր տակի քաքը ավելի շատ է ու իր առաջ դբերած մեղադրանքները միայն խոսքեր փուչիկ երբ որ ես այս իրականությունը ասում եմ միաբջիջ տռանները սկսում են այստեղ այնտեղ տարածել ին վիդեոները եւ ասեն Լենդրուշը էսա Լենդրուշինա շատ չեմ ուզում երկարացնեմ ժողովուրդ ջան ճիշտն ասած արդեն 33 րոպե խոսում ենք, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, ճիշտ ասած էլի ինչ բաներ կար ասելու, բայց քանի որ
Արդեն կես ժամից ավել է խոսում եք, եկեք այսքանով սահմանափակվենք, մի հատ էլ վերջում հիշեցնել միաբջիջներին, որ դուք այդքան չկաք, որ ես թաքցնեմ ձեզանից, ես ինչական եմ կամ ինչական չեմ, դուք այդքան չկաք, այսօր այսքանը, ստեսյուն, հաջողություն։